Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողարկի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ եւ այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության դեռ պատգամավոր Էլինար Վարդանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Վարդանյան, քանի որ առաջին անգամ ենք մենք ընդհանրապես իրար հետ խոսում եւ մասնավորապես հետընտրական շրջանում մի քիչ հեռվից կամ, հա, տեսեք, սահմանադրական դատարանում երբ ներկայացնում էիք, նաեւ դուք էիք ներկայացնում հայցը պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունները կամ նոր ընտրություններ անցկացնել, այնտեղ դուք մի այսպիսի արտահայտություն արեցիք, ասացիք, որ դատարանում քննվող դիմումների ընթացքում դուք հայտարարեցիք, որ ընդդիմությունը մրցում է ոչ թե իշխանության, այլ ամբողջ պետական ապարատի հետ։ Ըստ էության ստացվեց այնպես, թե կարող է ես եմ սխալ մեկնաբանում, որ դուք պայքարում եք պետության դեմ, ամենայն դեպս այդպիսի գնահատականներ էլ եղան։ Հիմա ում դեմ էր պայքարը։ Չէ, խոսքը պետության մասին չէ, մենք պետական ապարատը եւ պետությունը պետք է սահմանազատել։ Եվ եթե որևէ մեկը փորձում է նույնականացնել, ուրեմն դա միտումնավոր է արվում բոլորովին այլ նպատակով։ Երբ խոսքը գնում է պետական ապարատի մասին, խոսքը գնում է պետական ապարատի, պետական պաշտոնյաների եւ նրանց կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ Եվ վարչական ռեսուրսի չարաշահում ասելով մենք պետք է նկատի չունենանք միայն այն, որ օրինակ դպրոցների տնօրեններին հրահանգեր լինում գալ մասնակցել հանրահավաքներին եւ իրենք էլ գալիս էին միամիտ լրագրողներին այդ մասին պատմում էին, այլ խոսքը այն մասին է, որ ողջ պետական ապարատը սկսած իրավապահ համակարգից վերջացրած կենտրոնական ընտրական հանձնաժողովով եւ նաեւ դատական համակարգով ծառայում էր ըստ այդ պահին իշխող ուժին եւ ընդդիմությանը մնում էր պայքարել այդ պետական ապարատի դեմ։ Եվ սա ամենևին պետության մասին չէ, ընդդիմությունը ընդհակառակը պայքարում էր պետությունը պահելու եւ պետությունը պահպանելու նպատակով։ Հետևաբար իմ ասածը վերաբերում էր հենց ողջ պետական ապարատին եւ մենք մինչ այսօր էլ տեսնում ենք, որ այնուամենայնիվ պետական ապարատը շարունակվում է շահագործվել մեկ մարդու կողմից։ Տեսեք, եւ դուք եւ ձեր գործընկերները նաեւ այդ քննարկումների ժամանակ ամենայն դեպս գոնե, այսպես ասեմ, դրսում զրույցների, լրագրողների հետ հանդիպումների ժամանակ ասում եք, որ այնքան էլ չեք վստահում դատական համակարգին եւ մասնավորապես համանadrական դատարանի, որ կասկածներ կան, որ կարող է ինչ-որ զարտուղի ճանապարհներով ճնշումներ լինեն համանadrական դատարանի վրա եւ համանadrական դատարանը կայացնի այն որոշումը, որը արդյունքում կայացրեց։ Հիմա տեսեք, այստեղ մի հետաքրքիր անգամանք կա։ Եթե ես չեմ վստահում դատական համակարգին, ես չեմ գնա դատական լուծման ճանապարհով։ Ճիշտ է թե չէ։ Ես ոչ միայն կասկածներ ունեի, այլ ես համոզված էի եւ ի սկզբանե հարցազրույցներում էլ այդ մասին ասել եմ, որ ես համոզված եմ, որ սահմանադրական դատարանից ակնկալել այլ որոշում, քան այն, ինչ իրենց թելադրվելու է, միամտություն կլինի, բայց իրավական կարգավորումների համապատասխան միակ իրավական ճանապարհը նաև հանրությանը հասանելի դարձնելու, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները, իսկ այնուհետև մանդատները ըստ էության գողացվել են, դա սահմանադրական դատարան դիմելն էր եւ սահմանադրական դատարանում նաև իրավաբանների միջոցով, նաև մեր ջանքերով կետ առ կետ ներկայացնել, թե դա ինչպես է տեղի ունեցել եւ որովհետեւ մի քանի օր շարունակ մեր հանրությունը հետևում էր, թե ինչպես էինք ներկայացնում են խախտումները, որոնք տեղի են ունեցել նախընտրական, ընտրական եւ հետընտրական process-ում։ Հետևաբար ես բազմիցս ասել եմ, որ ես ինքս ինձ շատ երկար համոզել եմ գալ սահմանադրական դատարան, որովհետեւ ի սկզբանե գիտեի սահմանադրական դատարանը ինչ որոշում է կայացնելու, բայց ես նաեւ ուզում էի, որ հանրությունը այդ լսումների միջոցով տեսնի, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ իրականում ինչ է տեղի ունենում, որովհետեւ process-ը այնպես չի, որ միայն ընտրություններով եւ սահմանադրական դատարանի որոշմամբ վերջացավ, process-ը նաեւ ենթադրում է այսօր ձևավորվում է մի ազգային ժողով, որը ըստ էության ոչ լեգալ է, ոչ էլ լեգիտիմ։ Եվ այդ սահմանադրական դատարանի նիստը ըստ էության հասարակությանը, հանրությանը դա եւս մեկ անգամ ցույց տալու նպատակ ուներ։ Ամենևին միամիտ չլինելով եւ ամենևին չակնկալելով, որ սահմանադրական դատարանը կունենա համարձակություն եւ արժանապատվություն կայացնելու այնպիսի որոշում, որը կբխի սահմանադրությունից։ Դա տեսեք, բայց անկախ ձեր վերաբերմունքից սահմանադրական դատարան նկատմամբ, տեսեք մի հետաքրքիր բան կա։ Իշխանության ներկայացուցիչները ասում են ընդդիմության ամենադեպս այն հատվածը, որը արդեն խորհրդարան է անցել եւ վաղը ենթադրվում
եթե չեմ սխալվում, կամ այսօր մանդատները կվերցնի, լեգիտիմ չեն, որովհետև ընտրակաշառքներ եւ այլն։ Ընդդիմությունը իր հերթին ասում է իշխանությունը լեգիտիմ չի։ Դրան գումարած կա սահմանադրական դատարանի որոշում, էլի անկախ մեր ձեր մյուսի վերաբերմունքից սահմանադրական դատարան դատական բարձրագույնացիան Հայաստանի Հանրապետության եւ այդ բարձրագույնացիանը ճանաչել է տեղի ունեցած ընտրությունները որպես օրինական եւ կամարտայտման իրավունքը հարգող եւ սահմանադրական դատարանի վճիռը ըստ էության անկախ բոլոր գնահատականներից ես ենթադրում եմ ես իրավաբան չեմ կուղեք ինքը ասեց այս խորհրդարանը լեգիտիմ է Սահմանադրական դատարանի որոշումը անկախ մեր գնահատականներից վերջնականն է եւ դա է պատճառը որ ձևավորվում է մի խորհրդարան որտեղ 4 քաղաքական ուժի փոխարեն 3 քաղաքական ուժ են եւ հիմա գիտեք այս պահին մենք ունենք այն ինչ ունենք այսինքն այնպես չի որ սահմանադրական դատարանի որոշումը բոլորս պետք է հալած յուղի տեղ ընդունենք, այսինքն մենք դրա հետ կարող ենք ունենալ անհամաձայնություններ եւ հիմնավոր անհամաձայնություններ, բայց իրավական տեսակետից այո, իր որոշումը վերջնական է եւ դա է պատճառը, որ խորհրդարանում լինելու են 3 խորհրդարանական ֆրակցիաներ։ Այս առումով իհարկե ուզում եմ նշել էլի սահմանադրական դատարանից սպասելիքները այնուամենայնիվ ընդդիմության չարթարացան եւ որքան էլ սահմանադրական դատարանը իր որոշմամբ ասում է որ չէ լեգիտիմ էր ընտրությունները եւ այլն բայց գոնե մեր հանրությունը մասնակցել է այդ process-ին մեր հանրությունը տեսել է process-ը մեր հանրությունը տեսել է թե ինչպես հունիսի 7-ի հունիսի 8-ի առավոտյան ուրեմն այսպես գրիչի մեկ շարժմամբ հա փոխաբերական իմաստով ձայները մուտք չարվեցին եւ հայտարարվեց որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի անցել այսինքն եթե տվյալները ճիշտ մուտքագրված լինեին այդ պահին հայտարարվելու էր որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 4-րդ ուժն է որ այդ պահին հաղթահարել է եւ հետեւաբար հետագայում ընտրատեղամասերի արդյունքները անվավեր ճանաչելու պարագայում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է գնահատական տար նաև դրան եւ ասեր արդյոք այս պարագայում իրենց կողմից հայտարարած ուժի վրա դա ազդեցություն ունենում է թե չի ունենում այսինքն իրենք ի սկզբանե ստեղծեցին երաշխիքներ հետո պարզապես դուրս մղեցին Բարգավաճ Հայաստան կուսակցությանը տեղի ունեցավ ձայների եւ մանդատագողություն եւ հետո դա լեգիտիմացրեց սահմանադրական դատարանը իր որոշմամբ բայց մենք տեսել ենք այդ ամեն ինչը հիմա որքան էլ սահմանադրական դատարանը որոշումը կայացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին դրան ականատես չի եղել 58,000-ից ավել քաղաքացիները, որ իրենց ձայնը տվել էին Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, դրան ականատես չեն եղել, իրենց գնահատականը չունեն։ Հետևաբար գիտեք, այո, իրավական տեսակետից պրոցեսուալ ամեն ինչ պահպանվել է, սահմանադրական դատարանը իր որոշումը կայացրել է եւ այլն, բայց քաղաքական եւ հանրային տեսակետից process-ը բոլորովին ուրիշ է եղել։ Եվ դա ամենևին չի լեգիտիմացնում եւ չի լեգալացնում այսօրվա խորհրդարանը։ Այդ դեպքում ինչով բացատրել, որ միջազգային դիտորդները, այդ թվում նաեւ ԱՊՀ դիտորդները հայտարարեցին, որ ընտրությունների ժամանակ էական խախտումներ չեն եղել, խախտումներ, որոնք կազդեին ընտրությունների արդյունքների վրա։ Հայտարարությունները վերաբերում էր հունիսի 7-ի process-ներին։ Այսինքն խոսքը վերաբերում էր ոչ թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի աճպարարությանը, այլ խոսքը վերաբերում էր հունիսի 7-ին ինչպես է անցկացվել ընտրությունները։ Այո, եղել են խախտումներ, այո, եղել են նշանակալի խախտումներ։ Օրինակ դրոնների պատմությունը, որը սահմանադրական դատարանում շատ երկար քննարկվեց եւ այլն, որը սակայն այդ պահին միջազգային դիտորդների համար հասանելի չի եղել, որովհետև իրավաբանները հետո շատ երկար վերլուծությունների արդյունքում են եկել այդ դրոնների համար կատարվող այդ վճարումների խնդիրներին։ Հետևաբար, այո, միջազգային կառույցները գնահատեցին հունիսի 7-ի process-ը, ընտրական process-ը, բայց նրանք գնահատական չտվեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի աճպարարությանը եւ նաեւ այն փաստերին, որոնք որ հայտնաբերվեցին շատ ավելի ուշ։ Տեսեք, որովհետեւ ես համենայնդեպս գոնե նախորդ փորձերից նկատի ունեմ ընտրական հետընտրական զարգացումների միջազգային կառույցները այդ օրը մի հայտարարություն անում են, հետո ինչ որ ժամանակ ուսումնասիրում ինչ է կատարվում, հետո մի հատ էլ հայտարարություն անում են արդեն օրինակ նույն ԵԱԿ, ԺՄԻԳ-ը, նույն ԱՊՀ-ն
երբեմն ավելի ուշ են նաև հայտարարությունները հանդես եկել, այս անգամ ձայն չանեցին ինչու։ Այստեղ շատ կարևոր աշխատանքի դաշտ կա եւ ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը միևնույն է պետք է շարունակեն աշխատել իրենց հետ, որպեսզի ներկայացնեն այն ամեն ինչ տեղի ունեցել եւ ընտրական process-ում եւ նաեւ հետընտրական process-ում, որովհետեւ մենք ականատես եղանք, թե ինչպես է օրինակ Փաշինյանը ողջ նախընտրական process-ում հայտարարում, որ նստացնելու է, բռնելու է, ունեզրկելու է եւ այլն, եւ անմիջապես հենց ընտրություններին հաջորդեցին իր հայտարարություններից բխող իրավական գործընթացները եւ սա իհարկե միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պետք է լինի։ Ես այստեղ ուզում եմ զուգահեռ անցկացնել, որովհետեւ ես շատ լավ հիշում եմ, որ մենք զրուցել ենք այս հարցի վերաբերյալ, խոսքը 18 արդարների գործին էր վերաբերում, եթե կհիշեք, հենց անմիջապես ազգային ժողովի նիստից հետո մենք այստեղ խոսում էինք եւ ես ազգային ժողովում բերված այդ ահասար սուր դրվագների վերաբերյալ բերում էի հակափաստարկներ, ընդամենը 2 օր առաջ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը իր անհանգստությունը հայտնեց եւ գործի հետ կապված եւ գործի նախորդող սրբազան պայքարի ժամանակ քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների, խոսքը վերաբերում է լուսաձայնային նռնակներին, խոսքը վերաբերում էր ձերբակալություններին եւ այլն եւ նաեւ անհանգստություն է հայտնել 18 արդարների գործի ողջ process-ի վերաբերյալ եւ հարցեր է առաջադրել, որոնք որ ակնկալում է եւ հարցերի պատասխանները իհարկե գործադերի կողմից իրենց ուղարկվել է, բայց տեսնում եք, այստեղ էլի մենք գալիս ենք միջազգային կառույցներին եւ թեև ես էլ այդ մեր զրույցի ընթացքում եւ հետո բազմաթիվ հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ ինձ անհանգստացնում է միջազգային կառույցների այս վերաբերմունքը, որովհետեւ իրենց լռության պայմաններում մենք ժողովրդավարության ճգնաժամ ենք ապրում, այնուամենայնիվ ճիշտ աշխատանքի արդյունքում կարելի է հասնել միջազգային կառույցների արձագանքին։ Դա մեզ համար, գիտեք, իսկապես շատ կարևոր է, որովհետև ժողովրդավարությունը մեր երկրում այնքան փխրուն է, որ եթե դա մնում է միայն մեր պետական համակարգի հույսին, ապա ժողովրդավարությունը պաշտպանելու անվան տակ անընդհատ ժողովրդավարության ոտնահարում է տեղի ունենում, բայց երբ կողքից ուրեմն իշխանություններին ասում են, որ կանգ առեք, որովհետև դուք խախտում եք մարդու իրավունքները, որովհետև չի կարելի քաղաքական գործ չի տունը 13 ժամ խուզարկություն անելուց հետո մի հատ էլ իրեն գետնել, նկարել եւ տարածել, որովհետև դա մարդու իրավունքներն է խախտում եւ այլն, սա, եթե այդպիսի հայտարարություններ են լինում, սա արդեն ուրեմն խոչընդոտ է հանդիսանում իշխանությունների համար կամայականորեն ժողովրդավարությունը ոտնահարելուն եւ հենց այստեղ է որ իսկապես անելիք կա միջազգային կառույցների հետ այդ նույն միջազգային կառույցները լուրջ ներդրում են ունեցել ժամանակին Հայաստանում քայլ առ քայլ ժողովրդավարության կայացման հարցում եւ հիմա երբ որ իրենք լուռ են եւ երբ որ անտեսում են իրենք մեծագույն վնաս են հասցնում եւ մեր երկրի ժողովրդավարությանը եւ իրենց հեղինակությանը ուստի սա պետք է հասցնել այդ կառույցներին եւ հույս ունենալ որ իրենք ուշադիր կլինեն որ իրենք հետեւողական կլինեն որ մեր ժողովրդավարության ճգնաժամը գնալով ավելի չխորանա Տիկին Վարդանյան, դուք ասացիք, որ 58,000-ից ավել մարդ ԲՀԿ-ին ձայներ տվել եւ իրենց աչքի առաջ իրենց տված ձայները ըստ էության փոշիացվեցին կամ գողացման։ Հիմա տեսեք, երկու իրադարձություն տեղի ունեցավ, մեկը Սահմանադրական դատարանի նիստերն էին, որոնց մասին քիչ առաջ խոսեցինք, դրանից հետո արդեն Գագիկ Ծառուկյանին կալանավորումներ, որի մասին հիշատակեցիք դուք։ Հիմա տեսեք, այդ 58,000 մարդուց լավ 5800-ը գոնե պետք է դուրս գար տեր կանոներ կամ իմ ձայներին կամ իր այսպես հասցեական ում որ այդ ձայները տրվել էր, հա, որ եկեք ընդունենք, որ Գագիկ Ծառուկյանն էր հիմնականում ձայն հավաքողը։ Հիմա դուք նաև ասացիք, որ դա ժողովրդի աչքի առաջ է տեղի ունեցել, որ դա անթույլատրել, տեսեք 2003 թվականին, երբ ընտրողների մի մասը երբ որոշեց, որ իր ձայները գողացել են, դուրս եկավ փողոց։ 2008-ին նույն բանը տեղի ունեցավ, հետո այսպես կարելի է անընդհատ շարունակել։ Այս անգամ նման բան չեղավ, ինչու՞։ Եթե իմ գնահատական հարցնում, ապա իմ կարծիքով զուտ իմ գնահատականը, որովհետև ես այլ քաղաքական վերլուծությունների հարցի վերաբերյալ չեմ հետևել, իմ գնահատականն է, որ իրականում մեր ժողովուրդը կոտրվել է անկեղծ կոտրված է, որովհետև գիտեք, երբ դու անընդհատ պայքարում ես փողոցում եւ այլն եւ
հետո տեսնում ես, որ քո փողոցի պայքարը կոտրվում է այդ իշխանության կողմից բռնի ուժով եւ այլն, աստիճանաբար առաջանում է այդ կոտրվածության զգացումը։ Նույնը ես նկատեցի հենց անմիջապես ընտրություններից հետո, երբ մարդիկ գնացել էին ձայն էին տվել եւ հետո իրենք տեսնում են, որ իրենց ձայները գողանում են, բայց այնքան կոտրված են, որ պատրաստ չեն գնալ իրենց ձայների համար պայքարելու։ Եվ ես իմ գնահատմամբ շատ մի որոշակի ժամանակ է այնուամենայնիվ պետք, որպեսզի հասարակության այդ պայքարելու ջիղը նորից վերականգնվի։ Գիտեք, ես այդ ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ են մոտեցել մեզ, ինձ անձամբ եւ օրինակ խոսելով այն մասին, որ ձայներ տվել ենք ԲՀԿ-ին եւ այլն բան, բայց տեր կանգնեք մեր ձայնին, չգիտեմ, էլի, այսպես ես ասում եի, իսկ չեք գալիս մեր կողքին կանգնեք միասին, մենք մեր ձայներին տեր լինենք եւ այլն, իրենք ասում էին, որ գիտեք, մենք բան ենք, մենք ընտրությունով ենք ուզեցել, որպեսզի իրավիճակը փոխեն։ Եվ հետեւաբար ընտրությունից ավել ես դեռ պատրաստ չեմ ինչ որ բանի գնալ։ Եվ այս առումով ես կարծում եմ որոշակի ժամանակ է պետք միջև մարդիկ իսկապես կվերականգնեն իրենց իրավունքների համար պայքարելու ունակությունը եւ պատրաստակամությունը։ Տեսեք, բայց իշխանությունը մի քիչ այլ տրամաբանություն է դնում այդ ամենի մեջ, ասում է, որ ԲՀԿ-ի դեպքում չէ, չնայած դուք եք մտնում այդ պատերազմի երագլուխ հրեշի այդ բանի մեջ, գլուխներից մեկը դուք եք։ Դե ձեր գնահատականն է։ Տեսեք, ասում եմ, որ մարդիկ, որոնց զգալի մասը ընտրակաշառքով է գնացել ընտրությունների եւ իր ձայնը տվել է այդ ընտրակաշառքի համաձայն, ինքը երբեք քաղաքական պայքարի փողոց դուրս չի գա։ Եվ հետեւաբար այն, որ հիմա մարդիկ փողոցում չեն, դրա վառ ապացույցն է։ Իսկ ինչու իշխանությունը չի խոսում այն մթնոլորտի մասին, որը իրենք ստեղծել են եւ որ մարդիկ դրա պատճառով վախենում են դուրս գալ իրենց իրավունքների պաշտպանության համար։ Համատարած բոլորին ձերբակալում եւ կալանավորում են։ Մարդիկ վախենում են բարձրաձայն խոսել, որովհետեւ տեսնում են, թե ինչպես են օրինակ կին հանրային գործչին մեկուսացնում, հա, խոսքը Արեգնազ Մանուկյանի մասին է։ Երբ որ ենթադրությունների հիման վրա մարդուն պարզապես կալանավորում են եւ այն ինչ պատմում են փաստաբաններ են վերաբերմունքի մասին, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ եղել է, այսինքն առանց հագուստի եւ առանց շփման հնարավորության պահել են քրեակատարողական հիմնարկում, երբ որ կինը հագուստի փոխելու հնարավորություն չեն տվել այդ մարդուն, եւ այս պարագայում, երբ որ կինը զրկված է 13-ամյա անչափահաս զավակի հետ հանդիպելու հնարավորությունից, 85-ամյա ծնողի հետ հանդիպելու իրավունքից եւ այլն, բայց ինչի չեն ասում, որ այդ ամեն ինչի արդյունքում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ մարդիկ պարզապես վախենում են խոսել։ Դուք ֆիքսեք, մարդիկ արդեն իրար հետ կոդերով են խոսում, սովորական շփման ժամանակ կոդերով են խոսում, որովհետև գիտեն, որ համատարած բոլորին գաղտնալսում են, համատարած բոլորին ձայնագրում են, հետո այդ ձայնագրածները կտրում կպցնում են եւ դարձնում են քրեական գործեր։ Դա է պատճառը։ Ոչ թե այդ իրենց նշած այդ համատարած ընտրակաշառք եղել, բա որ համատարած ընտրակաշառք էր եղել, բայց ու չէին վիճարկում այդ հիմքով ընտրությունների արդյունքները։ Չէ, իրենք սպասում էին, չէ, որ սահմանադրական մեծամասնություն են ունենալու եւ իրենց խոստումները Ադրբեջանին կատարելու են։ Հիմա չունեն այդ սահմանադրական մեծամասնությունը, եթե ամեն ինչ ընտրակաշառքով էր, բա ինչի չեն վիճարկում արդյունքները։ Հետևաբար, գիտեք, մի բան է, երբ որ իրենք փորձում են պարզապես մանիպուլացնել իրավիճակը, մեկ այլ բան է այն իրական իրավիճակը հողի վրա, որում մենք ապրում ենք։ Նստում ես սրճարանում, տեսնում ես կողքիդ մեկը եկել է եւ փորձում է, ասենք, ակնհայտ տեսնում ես, որ ձայնագրում փորձում է ձայնագրել քո խոսակցությունը։ Ընտանիքով նստած ես սրճարանում։ Դա վերաբերմունք է քաղաքացիների նկատմամբ։ Հասկացանք 37 թվում չենք ապրում։ Հիմա դուք պնդում եք, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը, Արեգնազ Մանուկյանի կալանավորումը, դրանք մաքուր քաղաքական հաշվարկների դասական օրինակներ են։ Միանշանակ։ Գիտեք, եթե չլիներ Փաշինյանի հայտարարությունները, եթե չլինեին Փաշինյանի անուղակի ցուցումները, միգուցե այնտեղ ինչ որ բաներ տարեր կարելի էր փնտրել, հա, որոնել ինչ-որ բաներ, ընդ որում դա էլ այնքան իմ գնահատմամբ այնքան փնթի են սկսել քրեական գործերը կարել, որ հենց առաջին իսկ անզեն, այսպես դիտարկման արդյունքում տեսնում ես, որ այնտեղ հանցակազմ չկա։
Այսինքն օրինակ Ծառուկյանի գործով, եթե փաստաբանները ներկայացնում են, որ այդ գործը Իրանի Իսլամական Հանրապետությունում քրեորեն պատժելի հանցակազմ չպարունակող արարք է դիտարկվել եւ մյուս կողմից Ծառուկյանը այդ ամբողջ գործընթացում տուժող է հանդիսացել։ Այս դեպքում ինչ քրեական պատասխանատվության կարող է խոսք լինել, եթե այստեղ չկա քաղաքական հետապնդում կամ եթե քաղաքական հետապնդում չէ։ Այդ դեպքում ով ինձ կբացատրի, թե ինչու էին բազմաթիվ ձեռնարկություններ կնքվել, փակվել եւ թույլ չեն տալիս, որ մարդիկ գնան աշխատեն։ Դե որքանով ես հասկացա մի քանի օր է տևել այդ ամեն ինչը, Արարատ ցեմենտը արդեն աշխատում։ Հա, միայն Արարատ ցեմենտի մասին է խոսքը։ Բա մնացած կառույցները։ Բա մնացածը Օլիմպիավանի մարզիկները դրսում էին պարապում, որովհետեւ մրցույթների պետք է գնային։ Ուզում եմ ասեմ, եթե այդ ամեն ինչը իրար հետ շղթայական կապ չունի, եթե քաղաքական հաշվեհարդարի եւ պատժելու նպատակ չունի, բայց աշխատողներին ինչ եք պատժում։ Այդ մարդիկ իրենց առօրյա հացն են հոգում։ Ինչ եք պատժում մարդկանց։ Այս վերջերս Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, եթե չեմ սխալվում, որ Ծառուկյանի բիզնեսների հետ կապված 21, 22, 23 թվականներին ինքը որպես ՊՎՑ ղեկավար զեկույցներ ներկայացրել է, որ այստեղ խախտումներ կան, այնտեղ խախտումներ կան։ Հիմա դուք չեք կարծում, որ եթե պարոն Պետրոսյանի ասածը համապատասխանում է ճշմարտությանը, ես ոչ թե կասկածի տակ եմ դնում իր հայտարարությունը, պարզապես այս զեկույցները չեմ տեսել, այսինքն ես չեմ կարող վկայել, որ այդ զեկույցները կան։ Եթե այնուհանդերձ պարոն Պետրոսյանը ճիշտ է ասում, չեք կարծում, որ այս իրավիճակը կազուսային իրավիճակը քաղաքական իմաստով նաև ստեղծվել է, որովհետև իրապահ համակարգը այսպես շատ դանդաղ է աշխատում իրական։ Իրապահ համակարգը աշխատում է այն պահին, երբ իրենց հրահանգը տալիս են։ Այսինքն 18 թվականից իշխանության էին։ Եվ եթե 21, 22, 23 ես էլ ծանոթ չեմ զեկույցներին եւ չգիտեմ որ թվականների զեկույցները իսկապես եղել։ Եթե այդ խնդիրները ֆիքսվել էին, բայց ինչու էին սպասում հենց անմիջապես ընտրությունից հետո, որովհետեւ ոչ թե իրավապահ համակարգը դանդաղ է աշխատում, այլ պարզապես իրավապահ համակարգը աշխատում է այն պահին, երբ իրենց հրահանգ է իջեցվում։ Եվ այդ հրահանգով էլ, ուրեմն առաջ այսպես բան են անում, առաջնորդվելով գործեր են հորինում, գործեր են կարում, կպցնում իրար եւ այլն, ու դրանով խաղում են մարդկային կյանքերի եւ մարդկային ճակատագրերի հետ։ Եթեական հարց, եթե թույլ տաք էլի, եթե ասենք օրինակ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեր, ոչ այնպես ինչպես կալանավորվեց այս անգամ։ Կալանավորվեր 1 տարի առաջ, դա քաղաքական հետապնդում կդիտարկեիք, թե զուտ կնայեք որպես քրեական գործ։ Կախված է հանգամանքների համադրությունից, հա։ Եթե իսկապես կային այդ զեկույցները, եթե այդ զեկույցները իսկապես իրավական գործընթաց են ստանում եւ այլն, էլի եթեով ենք խոսում եւ այլն, եւ եթե դա չէր նախորդում, չէր հաջորդում ընտրություններին, այս դեպքում միգուցե կարելի էր փնտրել եւ իրավական գնահատականներ հնչեցնել, բայց հիմա իսկապես իրավական գնահատականի հնարավորություն չեն էլ թողել։ Այսինքն այստեղ զուտ մնում է քաղաքական գնահատականները, քաղաքական վերլուծությունները եւ այդ վերլուծության արդյունքում այլ կերպ քան քաղաքական հաշվեհարդար այս ամեն ինչը կոչել հնարավոր չէ։ Արարատ ցեմենտի գործին վերադառնանք, Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը հայտարարում է, որ Հայաստանի ի տարբերություն ընտրությունների արդյունքների վիճարկման Հայաստանի դատական համակարգով չեն սահմանափակվելու եւ դիմելու են միջազգային արբիտրաժ արդեն։ Որտեղ Արարատ ցեմենտը ըստ էության հայտարարվեց, որ պետականացվել է, այսինքն վերցվել է սեփականությունից պարոն Ծառուկյանի։ Ձեր կարծիքով սա որքան կտևի եւ ինչ հնարավոր հանգուցալուծում եք տեսնում դուք։ Այն որ միջազգային կառույցներին միանշանակ պետք է դիմել, ես չգիտեմ հենց արբիտրաժ կդիմենք համ թե միջազգային որևէ այլ ատյանի դիմելու հնարավորությունը կօգտագործեն, դա փաստաբանական տակտիկայի հարց է, բայց ակնհայտ է, որ դա արագ գործընթաց չէ, ինչպես օրինակ հեծի պարագայում է, մենք գիտենք, որ նմանատիպ մի իրավիճակ էլ հեծի հետ է կապված եւ միջազգային արբիտրաժը շարունակում է գործը քննել, բայց գիտեք, որքան ժամանակային առումով դա ձգձգվում է եւ որքան շատ գործեր են գնում միջազգային ատյաններ, այնքան Հայաստանի Հանրապետության հեղինակությունը դրանից վնաս է կրում։ Եվ այստեղ հենց հատկապես իշխանություններն է, որ դրանով պետք է անհանգստացած լինեն։ Ինչու եմ սա ասում, որովհետև պատկերացրեք դուք ներդրող եք եւ ուզում եք Հայաստանում ներդրում անել
ինչ եք անելու, բացելու եք, ուսումնասիրեք Հայաստանի դաշտը, չէ, բիզնես դաշտը եւ դրա հիման վրա որոշում կայացնեք, թե ինչ չափի եւ ինչ ներդրում եք պատրաստ անել Հայաստանում։ Այս իրավիճակը ուսումնասիրելուց հետո Հայաստանում ներդրում կանեք, երբ որ տեսնում եք, որ սեփականատերը որևէ բանով պաշտպանված չէ, որ պարզապես ցանկացած պահի իշխանությունները կարող են միջամտել մարդու ձեռնարկատիրական գործունեությանը, խլել նրանից իր բիզնեսը, հետո նայում ես դատական համակարգին, ասում ես, լավ, պայմանական գնացի, տնտեսական համակարգը ձեռք է տալիս, ներդրումն արեցի, կկարողանամ արդյոք իմ իրավունքները դատական համակարգում պաշտպանել։ Ու տեսնում ես, որ դատական համակարգը դարձել է այդ իշխանության կամակատարը, այդ դեպքում հասկանում ես, որ շահերդ պաշտպանելու հնարավորություն չես ունենալու։ Եվ այստեղ կարևոր հարցն է առաջանում։ Այդ որ մի ներդրողն է խելքը թռցրել, այս պարագայում Հայաստանում բերի ներդրում անի։ Այն պարագայում, որ իսկապես դա իհարկե այլ զրույցի թեմա է, մեր երկրի տնտեսական վիճակը լրջագույն խնդիրների առջև է։ Եվ եթե մենք մի կողմից էլ այդ խնդիրներին զուգահեռ փակում ենք Հայաստանի դռները ներդրումների առջև սխալ քաղաքականության, սխալ մոտեցման, կամայականության արդյունքում, դա նշանակում է, որ մենք լրջագույն մեր խնդիրներին տնտեսական գումարում ենք նորերը, եւ թե հետո ինչպես են այս իրավիճակից դուրս գալու այս իշխանությունները, շատ դժվար է ասել։ Տիկին Վարդանյան, որքանով որ ես եմ տեղակ, նոր խորհրդարանի ձևավորումից հետո նկատի ունեմ դուք քաղաքականությամբ չեք զբաղվելու, ամենից մերձ քաղաքական գործունեություն եք իրականացնելու, բայց հարց քաղաքական է։ Հիմա տեսեք, հիմա ունենք այն ինչ որ ունենք 3 խմբակցություն, որոնցից մեծամասնությունը կազմում է իշխող քաղաքական ուժը եւ 2 ընդդիմադիր ուժ, ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը, կոպիտ ասած տեղերով փոխվել է, Հայաստան դաշինքը ամենափոքր խմբակցությունն է դառնալու ընդդիմադիր նկատի ունեմ։ Ինչ ակնկալիք ունեք այս խորհրդարանից հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմությունը ասում է մենք գնում ենք այնտեղ սցենարներ կանխելու ձայն քանակի իմաստով եմ ասում, ընդդիմությունը չունի։ Սահմանադրություն չի կարող փոխել խորհրդարանը այս դասավորությամբ, բայց առանց դրա էլ չէր կարող փոխել, եթե նույնիսկ ընդդիմությունը չգնար։ Ինչ ակնկալիք ունեք նոր խորհրդարանից։ Ես ձեր պես լավատես չեմ սահմանադրության հետ կապված, որովհետև ես չգիտեմ միգուցե շատերի ուշադրությունից դուրս է մնացել, բայց ընդամենը օրեր առաջ ադրբեջանական իշխանությունները խոսում էին Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ եղած իրենց ոչ ձեռնտու, այսպես ասեմ, հա, փորձը մեղմ ձևակերպել կետերի մասին եւ ասում էին, որ հարցը պետք է լուծվի եւ կլինի դա նոր սահմանադրության թե այլ իրավական եղանակներով իրենց առանձնապես չի հետաքրում, բայց իրենք ակնկալում են, որ հարցը պետք է լուծվի։ Լավ, ենթադրենք Ադրբեջանն է որոշում, այդ այլ իրավական մեխանիզմը որն է, ես օրինակ ես այդ հայտարարությունը կարդացի, չհասկացա այդ ինչը։ Գիտեք, իմ անհանգստությունը հենց դրանումն է։ Եթե դուք ինձ հարցնում եք որպես իրավաբան, ես ձեզ կասեմ, որ այլ իրավական եղանակ չկա։ Բայց եթե ես ձեզ հիշեցնեմ Սրփուհի Գալյանի հայտարարությունը, երբ խոսում էր սահմանադրության մասին եւ ասում էր պետք է քննարկել մեխանիզմները, որովհետեւ կա հանրային պահանջ դրա հետ կապված, այդտեղ արդեն գալիս է անհանգստությունը։ Հետևաբար ես այդքան հանգիստ չեմ, որ մենք առաջնորդվելու ենք մեր սահմանադրական կարգավորումներով։ Մեծ է իմ անհանգստությունը, որ դա շրջանցելու ճանապարհներ են փորձելու գտնել, որովհետև պետք է բավարարեն պահանջները, որ իրենց ներկայացված են։ Եվ իհարկե այստեղ մեծ անելիք ունի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմությունը։ Եվ իմ գնահատմամբ առաջին բանը, որ պետք է արվի, որ ընդհանրապես թույլ չտրվի, որ այդ հարցը դրվի շրջանառության մեջ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։